2026-ին քննարկում ենք 16-ին, ընտրություններ 2026-ին քննարկում ենք 16-ին։ Բագրատ։ Կարնիր քո աշխատանքին, կարնիր քո սավակին, իրական է Երիաշոտամերցիներ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ բուռն ծափարություններով ողջունում է ձեզ։ Սիրելի աշոտամերցիներ, չեք մոռանում, հունիսի 7-ին քննարկում է Սիրելի աշոտամերցիներ, ողջունում ենք ձեզ։ Այսօր YouTube- եմ գցելու գնաց։ Հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամասը։ Կանալը ասեմ նա։ Իհարկե քաղաքացիական պայմանագիր Ջերտել դարձել Ենք ախպեիներ ենք գործում Թե չէ միով կգասի Անջատում ենք, երաշտություն։ Արեկանեն դա Ներողություն, ամեցի եղբայր։ Պարոն Պապիկյան, ժողովուրդ ջան, բոլորիդ ողջունում ենք մեր թաղամասում։ Սրանից 2020 թվականի, երբ որ դուք եկել եք պարոն Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ես մոտեցա այն տղայի հետ, այս թաղամասի հարցը այն ժամանակ դուք լավ տեղյակ եք բարձրացրեցիք եւ դուք ասեցիք, որ աշխատանք կատարվում ու անպայման դրա լուծումը կգտնվի։ Այսօր շենքերը կանգնած են, վարչապետը խոստացավ կատարեց եւ մենակ դրանով չէ։ Մեր թաղամասի կողմից անչափ շատ շնորհակալ ենք, ձեզ էլ շնորհակալություն, հավատում ենք, ես առաջի հեղափոխության այն ժամանակ հավատացել ենք ու հեղափոխության արդյունքը բոլորս տեսնում ենք։ Շնորհակալ ենք ձեզանից, շնորհակալ ենք կառավարությունից ու ողջունում ենք ձեզ մեր քաղաքացիներին։ Սիրելի աշոտաբեր, ողջունում ենք ձեզ։ Շնորհակալ ենք ձեր մեկնելիության համար։ Ուզում ենք քայլելով մոտենալ ձեր շենքերին ու դրա մասին այդ լավ լուրը ավետենք ամբողջ հանրապետությունով, կոմարտիկ իմանան, որ աշոտաբերդը նորից կառուցվում է, վերածնվում է։ Պիկապ շարժվի, պիկապ։ Սրտիկներ շարժվեք։ Աշոտաբեր Թաղամասյան, Ստեփան Ավանջյան, քաղաքացիական պայմանագրի թիմը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ողջունում է ձեզ։
Գնալով ընտրատեղամաս, դեր կանգնի խաղաղությանը, դեր կանգնի պետությանը, դեր կանգնի իշխանությանը և ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Սիրելի աշխատաբեր, սիրելի շինարարներ, ողջունում ենք ձեզ։ Աշխատաբեր խաղամասում ենք և հրակիչների հետ հանդիպելուց հետո մոտեցել ենք այն խաղամասին, որը կառուցվում է կառավարության ծրագրով և խոստումով, կառուցվում է 308 բնակարան։ Հիմա խնդրում եմ օպերատորին ցույց տալ շենքերը։ Երկրաշարժից հետո տասնամյակներ շարունակ մարդիկ ապրել են խոնավ փայտե տնակներում։ Հիմա կառավարության ջանքերով կառուցվում է գեղեցիկ թաղամաս։ Սա է իրական Հայաստանը։ Ստեփանավան քաղաքը, Հայաստանի Հանրապետության բնակավայրերը ծաղկում ու բարգավաճում են։ Հունիսի 7-ից հետո շարունակվելու է մեր երկրի զարգացման ընթացքը։ Հաստատվելու է վերջնական խաղաղություն և Հայաստանը դառնալու է զարգացած ու ծաղկույն երկիր։ Այո։ Ջան, շատ ենք շատ։ Այսօր մեր համար շատ հետաքրքիր և պատասխանատու օր է։ Երկրաշարժից հետո 1989 թվականից ապրում ենք այստեղ։ Պարոն Բարգյան, թքել եմ ասեք, եղել եմ թասով ենք հետո դատավարքանի իքանական։ Դիմել ենք նախորդ նախարարություն հետ ուժեղ, չուժեղ Հայաստաններին։ Մի նամակ էին գրեմ, չուժեղ։ Մի նամակ էին գրեմ, որ մարզպետը կպատասխանի։ Միայն մի հատ գազի գիծ քաշեցին ու ոչինչ։ Հասնելով ինչ է։ Ձեր իշխանության գալուց հետո հույս ունեինք, ինչպես միշտ հույս, բայց հույսը գործ առավ հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքո։ Նաև ձեր կադրերը, քաղաքապետ, մարզպետ և դուք իհարկե բոլորը ուշադրության կենտրոնում են պահել մեր թաղամասի շինարարությունը։ Ասեմ ավելին, նախագծի մեջ ներքնահարկերի խնդիրը այլ կերպ է հողի հետ դիսկ է դրված։ Դպրոցի բացման օրը մեր վարչապետը եկավ, անձամբ ես դիմեցի, պարոն դեպքում։ Մի քանի օր հետո որոշումը փոխվեց, գումար հատկացրին և արդեն ընկիր։ Շնորհակալ ենք, սիրելի աշխատաբերցիներ, ապագան այսօր է, նաև խաղաղությունն է այսօր, այն պիտի դառնա վերջնական ու հարատև։ Մենք կարողանում ենք դպրոցին մոտենանք այստեղից։ Ես ուզում եմ։ Պարոն նախարար, ընկերներ, հարգելիներ, սիրելի աշխատաբերցիներ, առանց չափազանցնելու, որպես համայնքի ղեկավար ասում եմ, որ այ հենց Պապիկյան Սուրեն, համայնքի ղեկավար Գրիգորյան Արմեն և իհարկե պետության ղեկավար պարոն Փաշինյան, մեր Արփի Դավոյանի մասնակցությամբ
ասել ենք նրան, որ այս պահին Աշոտաբեր թաղամասը կառուցվում է։ Շնորհավորում եմ բոլորին։ Շնորհակալ ենք, գնացինք։ Գնանք դպրոց։ Երեխեք ուր եք եկեք, երեխեք։
Ասից ես մոտիկից նկարեմ։ որ մեր հայրենակիցները դիտակից են, իսկ անգելի տերը նույնիսկ որդին ցույց կտան։
Դպրոցի շնորհացրան պետը պապիկս ¿Cómo va de acá? Պապիկյանները դիմավորեցի։ Հա։ Ուրացա։ Գալու եմ հաղորդում տամ պետի գործով գնաց հաղորդումս տանը կգան վերցնել ամեն նկարեմ ուզում եմ նկարեմ Մյուս անգամ կնկարես, այս անգամ արին դե խառն ահաբերնված Եղավ է բաժին չեմ կարա նկարեմ ոչ հերթապահ մասը ուրիշ սենյակը Վերնման նոբետ կա, լազում չի կարի Են ավկիդը միշտ տանն է տալի գոնե հմեն կազմակերպի գան տանը վերցնել մյուս անգամ էլ արդի չի լի Հետո կխոսեմ, դե քիչ կդասնեք ես կշեմ Artur atma, kaç yazız zaten? Ne yapacağım? Selamını çek olsun. Abi. Neredesin? Ayni, asatoga. Tara. Corto, vai corto. Ara,
Հարգելի հետևորդներ, այսօր 2026 թվականի մայիսի 17-ն է, ինչպես արդեն տեսաք, Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում ավարտվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավը, ցավոք Նիկոլ Փաշինյանը չկար քարոզարշավին, սակայն ժողովրդի մեջ խոսակցություններ էին տարածվել, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը նույնպես այցելելու է քաղաք Ստեփանավան նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Իհարկե ես ակնկալում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելի քաղաք Ստեփանավան, քանի որ ես բազմաթիվ հարցադրումներ ունեմ ուղղված Նիկոլ Փաշինյանին եւ իմ կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ հարցադրումների կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ակնկալում եմ հրապարակային պարզաբանում։ Ինչպես արդեն իմ նախորդ տեսանյութերում ես նշել եմ, ես որևէ քաղաքական կուսակցության չեմ հարում, որևէ քաղաքական ուժի կողմնակիցը չեմ եւ չեմ էլ մասնակցելու առաջիկայում կայանալիք ընտրություններին, պարզապես քանի որ մեր թաղամասում, մասնավորապես հենց Աշոտաբերդ թաղամասում տեղի էր ունենում միջոցառում, այդ իսկ պատճառով որոշեցի իմ YouTube-յան ալիքով լուսաբանել այդ միջոցառումը, նաեւ ինչպես արդեն տեսաք քաղաքացիական պայմանագրի կուսակցության այդ անդամները նաև գնացին Աշոտաբերդ թաղամասում նոր կառուցվող նորակառույց շենքերի այդ վայրը, որտեղ ներկայումս ընթանում են շինարարական աշխատանքներ։ Նաև նշեմ, որ նախկին ղեկավարների օրոք Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում չէին մեկնարկում այդ բազմաբնակարան շենքերի կառուցման շինարարական աշխատանքները եւ այդ ամենը տեղի ունեցել հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք եւ այդ հանգամանքով պայմանավորված ճիշտ է ես չեմ մասնակցելու ընտրություններին եւ որևէ մեկի օգտին չեմ քվեարկելու, սակայն քանի որ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք են Աշոտաբերդ թաղամասում կառուցվում այդ բազմաբնակարան շենքերը, որոնք որ շինարարական աշխատանքների ավարտից հետո պետք է անվճար հատկացվեն Աշոտաբերդ թաղամասի բնակիչներին, ուստի այդ հանգամանքով պայմանավորված ես ինքս կցանկանայի, որ ընտրություններում հաղթանակ տաներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նորից եմ կրկնում, ես ցանկություն ունեմ բազմաթիվ հարցադրումներ ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հրապարակային եղանակով իմ հարցադրումները ուղղել եւ իմ հարցադրումների կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ակնկալում եմ հրապարակային պարզաբանում։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։